Այսօր խոսելու եմ շատ կարևոր, սակայն շատ նուրբ եւ ինտիմ հարցի շուրջ։ Խոսքը գնում է ինտիմ գիգիենայի մասին, ինչպես լվացվել։ Այո, կարծես թե առաջի հայացքից շատ պարզ հարց է, սակայն հավատացեք օրվա ընթացքում 1-2 անգամ ես պարտադիր այս հարցի հետ առնչվում եմ եւ պարտադիր մանրամասնում եմ աղջիկներին որոշ նրբություններ։ Աղջիկներ ջան, ամեն օր լվացվելը դա պարտադիր պայման է։ Շոգ եղանակին կամ ֆիզիկական ակտիվությունից հետո, եթե զբաղվում եք սպորտով կամ եղել է սեռական հարաբերություն, նույնպես։ Կարգավորում եք ջրի ջերմաստիճանը, չպետք է լինի շատ սառը կամ շատ տաք եւ պարտադիր կիրառում եք օճառ։ Այո, օճառը պարտադիր է, ցանկալի է ընտրել մանկական օճառ, խոնավեցնող, սակայն առանց օճառ լվացումը չի համապատասխանում գիգիենայի նորմերին։ Ես շատ հաճախ լսում եմ աղջիկներից, որ իրանք լվացում են ուղղակի գոլ ջրով, հավատացեք, այն բակտերիաները, այն միկրոֆլորան, որը արտաքին հատվածում տեղակայվում է, հաշվի առնելով անատոմիկ առանձնահատկությունները, միայն գոլ ջրով այն մաքրել հնարավոր չէ։ Լվացվելուց ի նկատի եք ունենում, որ ձեռքի շարժումը չպետք է լինի հետևից դեպի առաջ, այլ հակառակը առջևից դեպի հետև, նույնպես, որպեսզի բակտերիաները հետանցքի հատվածից չտեղափոխվեն դեպի հեշտոցամուտք։ Լվացվելուց պետք չի կիրառել որևիցե իրեր։ Լվացումը կատարում ենք ձեռքով։ Եվ պարտադիր իհարկե փոխում եք ներքնազգեստը։ Կարծես թե բոլոր հիմնական կետերին անդրադարձա, եթե դուք ունեք հարցեր, կարող եք գրել անձնական նամակով, ես պարտադիր կպատասխանեմ։